Տեսեք, այսօր ես խոսալու եմ մի լավ բանի մասին։ Ես այսօր խոսալու եմ Սաղմոս 91-ի մասին, որը ծանոթ է, այնքան հիանալի Սաղմոս է։ Ես այսօր ուզում եմ խոսամ Տերը դրել է սրտից, որպեսզի մենք բոլորս գտնվենք այս Սաղմոսի մեջ։ Ես ինձ մի հատ sense սիրուն ծածկոց է Աստծո կողմից տված մարդուն, որ մենք այս Սաղմոս 91-ը որ կարդում ենք, ասում ենք երանի այս մարդուն, որ Աստծո ծածկոցի տակ է։ Եկեք կարդանք, հետո կամփոփենք ու կգնանք առաջ։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվող ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որի ես հուսացած եմ, որովհետեւ նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից, նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպառ է եւ զրա, դու չես վախենա գիշերի զարհուրանքից, այն նետերից, որ թռչում են ցերեկը, այն ժանտախտիցը, որ խավարում է շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է կեսորումը։ Գիտեք, սրանք խոսքեր ա, որտեղ սատանան հարվածում է, սատանան հարձակվում է մարդու վրա եւ այլ, չար բաներ ա տեղի ունենում։ 1000 հոգի քո կողմից կընկնեն եւ 10,000-ը քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով կտեսնես եւ ամբարիշների հատուցումը կտեսնես, որովհետեւ դու ես Տեր իմ հույսը։ Այստեղ արդեն խոսում է այն մարդը, ում մասին որ խոսում է այս Սաղմոսը, եւ ասում է, այս մարդը այսօր ուզում եմ որ լինեմ ես ու դու, որ ես ու դու ասենք, որովհետեւ դու ես Տեր իմ հույսը։ Քո գրկում եմ հանգստամ, նոր երգում էինք։ Դու բարձրալին քեզ ապավեն արիր, եւ ստեղ արդեն մի երրորդ անձ է խոսում։ Շատ հետաքրքիր է այս Սաղմոսը։ Այս խոսում է, որովհետեւ դու ես Տեր իմ հույսը, եւ շարունակում է, որովհետեւ դու բարձրալին քեզ ապավեն արիր։ Քեզ չար բան չի հասնի եւ նեղություն չի մոտենա քո բնակարանին, որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահե քեզ քո բոլոր ճանապարհներից է։ Չէ՞ որ սատանան էս նույնը Հիսուսին ասեց, Աստված ասել է, սենց կլինի, ուրեմն թռի քո ոտքը չի կպնի քարին։ Հիսուսի մասին է ու իմ ու քո մասին է։ Շարունակեմ։ Նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չդիպչես։ Առյուծների եւ իժիրի վրա կանգնես, առյուծի կորյունների եւ վիշապներին ոտքով կող կտաս, որովհետեւ նա ինձ ցանկացավ եւ ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչե դեպի ինձ եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան եւ փառավոր կանեմ նրան, երկար օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Ամեն։ Հիանալի է, հիանալի է։ Ուղղակի որ կարդում ես այս Սաղմոսը, ուզում ես, ասում ես, երանի սա ես լինեմ։ Սիրելիս, սա քեզ էլ է վերաբերվում։ Ինչ որ Հիսուսին վերաբերվում է, քեզ էլ է վերաբերվում։ Այո, այս խոսքը գրված է, գիտեք ում համար, սա Աստծո նախարարինը, սա Աստծո հռչակումն է մարդու կյանքի վրա։ Տեսեք Աստված ինչ ասում, որովհետև նա ինձ ցանկացավ։ Աստված հռչակում է երկնքից ամեն մի հավատացողի վրա, բայց հարցը առաջանում, ում մասին, պատասխանը հենց տեղ է, 14-16-րդ խոսքերում, որովհետև նա ինձ ցանկացավ։ Նախ առաջինը մարդ, որը ցանկանում է Աստծուն, Աստված դառնում է ծածկոց ես մարդում։ Այս 91 Սաղմոսը քեզ է վերաբերվում, երբ որ դու նախ առաջինը Աստծուն ցանկանում ես։ Գիտեք, մարդը ստեղծված է ընտրության իրավունքով, նա պետքա ցանկանա։ Աստված զորով չի գա ոչ մեկի կյանք, զորով չի գա ինչ որ մեկի կյանքում, ասի գարի ես քո ծածկոցը լինեմ։ Մարդիկ շատ անգամ կարծում են, թե սա պետքա ինքս ինքյան տենց էլ լինի, որովհետև երբ որ կատարվում է ինչ որ անհաջողություններ, ինչ որ վատ բաների մեջ են ընկնում եւ այլ, մարդը կարծում է, ասում է, բա ուր էր Աստված։ Միշտ տենց են, չէ՞ ասում հայերը։ Ուր էր Աստված, շատ ժամանակ Աստծուց նեղանում են, բայց Աստված զորով տեսեք չի գալիս մարդու կյանք։ Աստված գալիս է, որտեվ ստե գրած է, որովհետև նա այդ մարդը, ում մասին որ խոսում է, ում մասին որ հռչակում է, Աստված ասում է, նա ինձ ցանկացավ։ Եթե մեկը մյուսի հետ ամուսնանում է, զորով չեն ամուսնանում, չէ՞։ Մեկը մյուսին ցանկանում է,
Ինչա կատարում, երբ որ մեկը մյուսին ցանկանում է, միացում։ Եվ այս միացումը բերում է պտուղներ, եւ այս միացումը կոչվում է ընտանիք։ Եվ տենց էլ պետքա մեր կյանքը լինի։ Ես պետքա ցանկանամ Տիրոջը, որպեսզի միանամ իր հետ։ Եթե ես չցանկանամ, ես չեմ էլ կարա բողոքեմ, ասեմ, Աստված ջան, ուր էր, որ իմ հետ վատ բաներ տեղի ունեցա, որ ես ընկա այս մեղքի մեջ, այն մեղքի մեջ, այստեղ շեղվեցի, այնտեղ շեղվեցի, այնտեղ խափնվեցի, ընկա ինչ որ սուտ կրոնական ինչ որ շեղումների մեջ։ Գիտեք, այսօր շատ քրիստոնեական ճակերտավոր եկեղեցիներ, որոնք կարան կոչվեն, ընկած են մոլորությունների մեջ։ Եվ բոլոր եկեղեցիներում կարելի ասել կա մոլորություններ։ Ոչ թե եկեղեցին է մոլորված, այլ մարդիկ կան, որ մոլորված են, ինչի համար։ Որտեվ ընտրությունը չկա, ճիշտ ընտրությունը, ցանկությունը չկա Աստծուն։ Մարդը կարա գա սիրուն, պահի իրան եկեղեցում, թողնի գնատուն, այնքան զբաղացնի իր աթոռը գնա, բայց Աստված ասում է, դու ինձ ցանկանում ես թե ոչ։ Դու ինձ ցանկանում ես թե ոչ։ Եթե մարդը ցանկանում է Հիսուսին, Հիսուսը միաբանվում է այդ մարդու հետ։ Հիսուսը միաբան է լինում։ Եվ տեսեք ինչ է գրած, երբ որ դու ցանկանում ես, ինչա կատարվում քո կյանքում։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Ինչքան ես դու ճանաչում Հիսուսի անունը։ Եթե դու նրան ցանկանաս, նրա անունն էլ կճանաչես։ Գիտես, այս ճանաչողությունը պետք է մարդու կյանքի մեջ լինի, որովհետև նա ինձ ցանկացավ եւ նա ինձ ճանաչեց։ Այստեղ է օրհնության հիմքը։ Եթե ես գալիս եմ եկեղեցի եւ ես քրիստոնյա եմ, ես պետք է օգտվեմ դրանից։ Ես պետք է օգտվեմ ումից Քրիստոսից։ Այսօր շատ մարդիկ կարծում են գնանք եկեղեցի դե լավ շաբաթ է, բան չունենք ան կամ Կիրակի է, բան չունենք անել, գնանք հանգարց չզանգի են հովիվասի խի չեկար, ինչ եղավ որ չեկար եկեղեցի, չէ։ Գնանք կերկենք, կփառաբանենք, մի հատ է շուրջ կխմենք կգանք։ Գիտես սիրեց, բայց սա քիչ է։ Սա կարելի ասել ոչինչ է։ Ոչինչ է։ Բայց ամեն ինչը Հիսուսն է։ Եթե դու չես ցանկանում ու չես ճանաչում Հիսուսին, չես օգտվում նրա սեղանից, այն ինչ որ ինքը մատուցում է քեզ, զուր է ուղակի ամեն ինչը։ Զուր է ամեն ինչը։ Եկեք կենտրոնանանք Հիսուսի վրա, որտեվ եկեղեցին հենց Հիսուսն է։ Եկեք որ հավաքվում ենք, գալիս ենք ու մեր քրիստոնեական կյանքը նենց ապրենք, որ մենք Աստծուն ճանաչենք շատ։ Գիտես, ինչքան դու շատ Աստծուն ճանաչես, այնքան Աստված քեզ կբարձրացնի։ Այնքան ուրախ կլինես, այնքան ազատ կլինես։ Ինչն է մեզ ազատում դրանից։ Ինչն է մեզ զատ անում Աստծուց։ Մարդու մեծագույն ողբերգությունը արտաքին խնդիրները չեն։ Խնդիր ունեմ չեկա եկեղեցի, էս եղավ չեկա, այն եղավ չեկա։ Դե պատճառներ ունեմ դրա համար։ Գիտես, Հիսուսին ցանկացող մարդու համար պատճառներ չի լինում։ Պատճառներ չի լինում։ Անգամ սատանան ժամանակ չի կորցնի գա քո կյանք ու քեզ ինչ որ մտքեր տա, պատճառներ տա։ Գիտես, այսօր ոտքը ցավում է։ Լավ, այսօր մի քիթդ փագա, չգնաս եկեղեցի։ Կամ այսօր, չգիտեմ, եւալ պատճառներ։ Սատանան ժամանակ էլ չի կորցնում, որովհետեւ նա գիտի զուր է այդ ժամանակը կորցնելու, որտեւ դու Հիսուսին սիրում ես եւ դու ցանկացել ես Հիսուսին եւ ընտրել ես նրան։ Մարդու մեծագույն խնդիրը մեղքն է։ Բոլորը մեղանչեցին եւ զրկվեցին Աստծո փառքից գրածա։ Տեսեք, մենք ինչից ենք խոսում։ Աստծո փառքից, չէ՞։ Մենք միաբան լինենք Աստծո փառքի հետ, որ Աստծո փառքը ճաշակենք, որ նրա լույսը մեր կյանքում լինի, որ մենք նրա թևերի տակ պաշտպանված լինենք։ Մեզ պետք է Աստծո փառքը, որտեղ նա մեզ ստեղծել է։ Երեխուն ինչ է պետք, որ երեխեն ծնվում է, անգամ կենդանին, որ ծնվում է, իրան մամային է ման գալի, որ իր մաման իրան տաքացնի, իրան կերակրի, իրան մեծացնի, չէ, անգամ կենդանական աշխարհում էլ է տենց, մարդկության մեջ էլ է տենց, երեխեն որ ծնվում է, մենք զարմանում ենք, չէ, արդեն ամեն երեխեն հիշում եմ ծնվելուց մանագալի ոնց պետք է ուտի, մենք էլ զարմանում ենք կնոջս, ոնց հասկացա, ոնց պետք է կաթ ուտի այս երեխեն, բայց մի անգամից հասկանում են, չէ, որտեվ կարիքը կա։ Գիտես, մենք էլ քրիստոնյա լինելով, մենք էլ պիտի զգանք այս կարիքը, որ մենք Հիսուսի կարիք ունենք։ Մենք Տիրոջ կարիք ունենք։ Մենք Տիրոջ ջերմության կարիք ունենք, որպեսզի սկսենք ապրել, կյանք ունենանք։ Աստծո խոսքը ասում է ամեն ժամանակ ուրախ եղեք։ Դուք ասես ոնց ուրախ լինեմ, այնքան վատ տխուր բաներ է իմ կյանքում լինում։ Բայց Աստված ասում է ամեն ժամանակ ուրախ եղեք։ Գիտես, սիրելիս, այո, մենք կարոտով կհիշենք, այնով գնաց, բայց ես ուրախ եմ իրանց համար։ Իրականում ես ուրախ եմ իրանց համար։ Ես ուրախ եմ, որ այս եկեղեցում են, ես ուրախ եմ, որ իրանք հավատացել են, հավատք են ունեցել եւ Տերը տարել է իրանց երկինք։
Ես ուրախ եմ, որ այսօր իրանք ուրախ են Տիրոջ հետ քայլում են, այո։ Մեղքը զրկում է Աստծո փառքից։ Հռոմեացիների 3:23-ում է գրած, որ բոլորը մեղանչեցին եւ զրկվեցին Աստծո փառքից։ Մեղքը քայքայում է մարդու ներսից։ Մի փոքր անախորժություն ու դու սկսում ես ներսիցդ բորբոքվես, ներսիցդ քայքայվես, ներսիցդ տխրես, ներսիցդ, գիտես պատճառները ինչն է։ Մեղք։ Ես որ ասում եմ մեղք, մի կարծեք, ես մենակ այն շնություն, գողություն, մենակ դրանց մասին չեմ խոսում։ Տարբեր մեղքեր կան։ Անհավատությունը մեղք կա թե ոչ։ Մեղք կա անհավատությունը։ Լինում է մեր կյանքում, լինում է։ Իմ կյանքում լինում է։ Չգիտեմ, ձեր կյանքում կարող չի լինում, իմ կյանքում լինում է։ Եվ երբ որ դա ես զգում եմ իմ կյանքում, որ սկսվել է անհավատություն, կամ կասկածամտություն, կամ ինչ-որ վախ է տեղի ունենում իմ կյանքում, տագնապ, ես հասկանում եմ, սրանք մեղքեր են, սրանք իրավունք չունեն իմ կյանքում լինեն։ Իրավունք չունեն։ Ես Աստծո զավակ եմ, իմ հայրը թագավոր է։ Տեսել եք ինչ-որ մի թագավորի որդի, որ աղքատության մեջ ապրի։ Չէ, չենք տեսել։ Բախի քրիստոնյան պետք է ապրի տագնապի, վախի, կասկածամտության, անհավատության մեջ։ Եթե նման բաներ լինում է, սիրելիներս, պետք է գանք ու սկսենք ապաշխարել։ Ես տենց եմ անում։ Ես շատ հաճախակի, երբ որ զգում եմ, ես գնում եմ ապաշխարում եմ։ Երբ որ տեսնում եմ ինչ-որ տագնապ, ինչ-որ վախ կա, դա պատճառներ ունի։ Եվ դրան ես անվանում եմ մեղք։ Մեղքերը տարբեր են լինում։ Կա մահացու մեղք, կա չմահացու մեղք։ Մենք գիտենք, Աստված մեզ ոնց է ուղղորդում, բայց մեղքը մնում է մեղք եւ մեղքը բաժանում է մարդուն։ Թե կլինի դա գողություն, շնություն, թե նման ասենք մեղքեր, քո մտային բաները կամ չներում ինչ-որ մեկին չես ներում, չէ, դա էլ է պատճառ։ Լինում է, որ դու քո կյանքում զգում ես ինչ-որ անհանգստություն։ Ուղղակի բան չեղե անհանգստություն։ Հետո սկսում ես փնտրես, ես խե մի ձևի սիրտս նեղված է, խե եմ անհանգիստ։ Գիտես սիրելիս, դա քո խիղճը ինչ-որ միտեղ սխալ բան ես արել։ Ինչ-որ միտեղ կա մեկին չես ներել, միտեղ մեկին թարս ես նայել, ինչ-որ մի բան կա, կա դու էլ չգիտես, բայց գնա աղոթ քարա։ Գնա աղոթի հարցրա Տիրոջը, Տեր են ծածուկում է ինչ կա։ Մի թողեք, որպեսզի ձեր սիրտը խեղճանա։ Սատանայի նպատակը որ գա ու խեղճացնի մարդու սիրտը։ Բայց Աստվածաշունչը ասում է միշտ ուրախ եղեք։ Իմ խեղճ սրտով ես ոնց կարամ ուրախ լինեմ։ Գիտեք, ուրիշ բան է, երբ որ մենք անցնում ենք նեղություններ, նեղորեր, անգամ քեզ կարան ծեծեն, բայց դու ուրախ լինես։ Աշակերտներին ծեծեցին, գրված է նրանք ուրախացել են, որ Հիսուսի համար ծեծ են կերել։ Սա ուրիշ նեղություն է։ Սա նեղություն է Հիսուսի մեջ։ Հիսուսի մեջ նեղ է ճանապարհը, սենց տենես մենք նեղությունով ենք անցնելու ինչի համար, որ սրբվենք, մաքրվենք ել ավելի շատ։ Բայց երբ որ մարդ այս աշխարհում հավատքը կորցրած է սկսում նեղություններ անցնել, հավատքը կորցրած, դա վախենալու է։ Սրա համար մենք պետքա դառնանք Տիրոջը, որպեսզի սատանան ոչ մի իշխանություն չունենա մեր վրա։ Որտեղ մեղքի վարձքը մահն է, սրանից պետքա զգուշ լինենք։ Գիտեք, գրված է Աստվածաշնչում, որ արդարը զոռով է փրկվում։ Արդարը դժվարությամբ է փրկվում։ Շատ հեշտ չի ամեն ինչը։ Ես արդար եմ, փառք Հիսուսին, որտեղ հավատում եմ նրա զոհին։ Բայց գիտեք, ես պետքա պահեմ դա մինչև վերջ։ Ես պետքա հավատքով պահեմ դա մինչև վերջ։ Որտեղ ես ապրելով ու դու ապրելով այս կյանքում, անցնելու ենք զանազան նեղ ու դժվար ճանապարհներ, նեղություններ ու դժվարություններ։ Կպահենք այս ամեն ինչը, կպահենք մեր հավատքը, որ մենք արդար ենք, կփրկվենք։ Չենք պահի, չենք կարա փրկվենք, բայց դրա համար պետքա ուժ գործադրել։ Բայց Աստված չի թողել մարդուն մեղքի իշխանության տակ։ Սաղմոս 91-ը խոսում է հենց այդ մարդու մասին, որ այլևս բնակվում է ոչ թե մեղքի իշխանության տակ, այլ բարձրալի ծածկոցի տակ։ Այս մարդու մասին է խոսում։ Եվ այս մարդը Աստված ուզում է ասի այսօր ես ու դու ենք։ Հավատում ես, որ դու ես այս մարդը, որը հռչակում է Տերը հենց Սաղմոս 91-ում։ Տեսեք, Աստված մարդուն ստեղծել է ընտրության կարողությամբ։ Ես կարող եմ ընտրություն անել։ Ես կարող եմ ընտրել։ Ես կարող եմ ցանկանալ։ Ընտրությունը տրված է մարդուն։ Երկրորդ օրինաց 30:19։ Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում քեզ վրա։ Կյանքը եւ մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առջև դրեցի։ Ուրեմն կյանքը ընտրիր, որ ապրես դու օգու սերունդը։ Սա ինքսինքյան լինող բաներ է մարդու կյանքում։ Ոչ։ Այսօր շատ հայեր սովորեն ասեն, որ
Դե ճակատագիր է, էլի, ինչ որ գրված է, տենց էլ կլինի։ Դե ոնց Աստված ցանկացավ, տենց էլ կլինի։ Սիրելիս, Աստված ցանկանում է քո փրկությունը։ Աստված ցանկանում է քո խաղաղությունը։ Աստված ցանկանում է, որ դու ուրախ լինես։ Աստված ցանկանում է, որ դու իր հետ լինես։ Որտեվ ինքը քեզ սիրեց այն ժամանակ, երբ որ դու մեղավոր էիր։ Ինքը ամբողջ աշխարհի համար եկավ խաչվեց, որ ամբողջ աշխարհը մեղավոր էր։ Աստված ցանկանում է, Աստված ինքը իր կողմից արել է ամեն ինչ։ Ինչ որ բան չկա, որ Աստված թերի է թողել մարդու փրկության համար։ Ոչ մի բան թերի չի թողել, ամեն ինչ տվել է Աստված, բայց ընտրությունը դրված է մեր առջև։ Դրա համար Աստված մարդուն ստեղծել է ընտրության կարողության, որ մարդ կարողանա ընտրությունը անի։ Ում ենք ընտրում։ Տեսեք, քույրս մի հիանալի բան ասեց 10-անորդի մասին թեկուզ, չէ։ Ես հիմա ֆինանսի մասին չեմ խոսում։ Շատերը եկեղեցում գայթակղում դրանք այնքան մանր բաներ է, եկեք այդպես մանր բաների գայթակղվենք։ Դրանք շատ մանր բաներ է։ Ֆինանս, փող, բայց մարդը այսօր կապված է ֆինանսի փողի հետ։ Աստված շփոթվել է, որ ասել է 10-անորդ բերեք իմ տանը։ Չեմ կարծում։ Գիտես, երբ որ ես 10-անորդ եմ բերում Աստծուն, իմ սիրտը կապնվում է Աստծու տան հետ։ Ես կա, որտեվ ես գիտեմ, ինչ որտեղ, այո, գումարը գանձ է այսօր մեր համար։ Ով կասի գանձ չի զիբիլա, թափենք թող գնա։ Ոչ մեկ։ Գումարը մեր համար արժեք ունի։ Եվ երբ որ դու գումար ես ինչ որ մի տեղ դնում, դու կապնվում ես այդ տեղի հետ։ Երբ որ դու գումար ես ինչ որ քո բիզնեսի մեջ դնում, բիզնեսի հետ ես կապնվում։ Դրա մեջ էլ կարելի է դնել, բայց չկապնվել։ Բայց մենք պետք է միայն կապ ունենանք մեր սրտով Աստծու հետ։ Եթե ես զոհ եմ անում իմ ժամանակը, իմ ծառայությունը, այո, իմ գումարը, Աստծու տան մեջ իմ սիրտը կապնվում է, որտեվ Աստծու տունը ինձ շատ թանկ է։ Ես չեմ ուզում կորցնեմ Աստծու տունը։ Եկեղեցին իմ տունն է, ինձ շատ թանկ է։ Ես ուզում եմ սերտ կապ ունենամ, մինչև վերջ կապ ունենամ եկեղեցու հետ։ Եվ եկեղեցուց օգտվեմ այն բարիքից, ինչ որ Աստված տալիս է։ Ուրիշ տեղ կօգտվի մարդը, երբեք ոչ մի տեղ չկա այս աշխարհում։ Ոչ մի տեղ, կա մի սուրբ տեղ, մի տեղ, երբ որ Տերը գալիս ու կերակրում է մարդուն ու տալիս է օգուտ մարդուն, տալիս է փրկություն, դա եկեղեցին է։ Զուր չի Աստված ստեղծել իր եկեղեցին, բայց ընտրությունը կախված է մեզանից։ Տեսեք, կանչում եմ ձեզ վրա կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը։ Ուրեմն, կյանքը ընտրիր, որ ապրես դու եւ քո սերունդը։ Աստված չի ստիպում սիրել իրան։ Գիտես, երբ ենք կյանքը ընտրում, երբ որ սիրում ենք Հիսուսին։ Սերը ընտրություն է, նա չի ստիպում, մենք պետք է ընտրենք, որովհետեւ նախ առաջինը ինքը սիրեց, խի ես իրան չսիրեմ։ Ինչ պատճառ ունի մարդը Հիսուսին չսիրելու։ Լույսը եկավ այս աշխարհ, բայց մարդիկ ավելի շատ չեկան լույսի մոտ։ Մնացին խավարի մեջ, ինչու՞, որովհետև իրանց գործերը խավարի մեջ ավելի շատ սիրեցին։ Կարա մարդը Աստծուն հաճո լինի իր բարի գործերով, բայց Հիսուսին չընդունելով։ Երբեք։ Ոչ մեկ չի կարա քեզ ասի, քույրս, եղբայրս քեզ հաճո լինի, բայց քո երեխուն չընդունի։ Դա հնարավոր չի։ Ինչքան էլ մարդը ինձ լավություն անի, ինչքան էլ մարդը ինձի գումարներով օրհնի, չգիտեմ, նենց բաներ որ ուրախացնի ինձ։ Աշխարհն էլ ինձի տան, բայց իմ երեխուն եթե չընդունի, ես այդ մարդու ոչ մի բան չեմ ընդունի։ Տենց էլ Աստված։ Այսօր մարդիկ կարծում են շատ բարի գործերով այս տունը սարքենք, այն եկեղեցին սարքենք, այն գմբեթները սարքենք, Աստծուն հաճո լինենք, որ վերջում մահանանք, ինքն է մեզ հիշի երկինք տանի։ Բարի գործերը պետք է լինի, բայց բարի գործերից առաջ պետք է Աստծու որդուն ընդունի մարդը, պետք է Հիսուսին ընդունի։ Սաղմոս 91:14-ում, որովհետև նա ինձ ցանկացավ, այս խոսքը շատ ուժեղ է, նա ինձ ցանկացավ։ Այս խոսքը ցույց է տալիս սրտի որոշում, եւ սա պատահական հավատք չի։ Սա գիտակցված ընտրություն է։ Սիրիր ճշմարտությունը եւ ընտրիր Հիսուսին։ Գիտես, ճշմարտությունը դա գաղափար չի, երբ որ ասում ենք ճշմարտություն, դա ինչ որ իդեոլոգիա չի, ինչ որ գաղափար չի, ճշմարտություն դա անձ է։ Ճշմարտությունը հենց Հիսուսն է։ Հիսուսը ասում է. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ես եմ։ Երբ որ ասում ենք ճշմարտություն, կա մեկ ճշմարտություն։ Չի կարա մի քանի ճշմարտություն լինի։ Կա մեկ ճիշտ, դա Հիսուսն է։ Երբ որ ասում ենք ճշմարտություն, մենք անձի հետ գործ ունենք։ Երբ որ մեզ պետք է ճշմարտություն իմանանք ու ճշմարտությունը մեզ ազատ անի, մենք անձի հետ գործ ունենք։ Եթե սիրում ենք ճշմարտությունը, սիրում ենք Հիսուսին։ Եթե ընտրում ենք ճշմարտությունը, ընտրում ենք Քրիստոսին։ Կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Կազատի քո մտքերից, որ սատանան քեզ, գիտեք, մարդու միտքը ինքը բաց դաշտ է։
Ստեղ կարա ճշմարտություն էլ գա, ստեղ կարա սուտն էլ գա, ու այսպես խառնվում է իրար։ Բայց Աստծո խոսքը ասում է, կճանաչես ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ ազատ կանի։ Ճշմարտությունը որտեղից ենք առնում։ Աստծո խոսքից։ Ամեն Աստծո բերանից դուրս եկած բառ դա ճշմարտություն է, այո եւ ամեն է։ Ամեն։ Գիտեք, բայց ճշմարտությունը ինքը որ գալիս է խավարը, ճշմարտությունը թաքցնում է, ճշմարտությունը պահում է, որպեսզի դու չճանաչես ճշմարտությունը, չորոնես ճշմարտությունը, բայց մենք միշտ պետք է որոնենք ճշմարտությունը։ Մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք այս խավար աշխարհում, այս աշխարհը շատ խավար է։ Մութ է, շատ խավար է։ Երբ որ մոլորվում ենք, մենք պետք է փնտրենք այդ ճշմարտությունը։ Որտեղ է Տեր, որտեղ է քո ճիշտը, ո՞նց դու կասես Տեր, որ դրա համար եկել է Սուրբ Հոգին։ Դրա համար մարդը, որպեսզի ճշմարտությունով ապրի, պետք է Սուրբ Հոգու հետ ունենա հաղորդակցություն, պետք է Սուրբ Հոգու ունենա խոսակցություն, խոսա, հարց տա, հարցի պատասխանի։ Երբ որ Սուրբ Հոգուն հարց ենք տալի, ինքն է քեզ է հարց տալիս։ Այո, Տերը հարց է տալիս իր խոսքի համեմատ։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Ճանաչելը անունը նշանակում է անձնական փոխհարաբերություն ունենալ։ Ոչ միայն լսել նրան, նրա մասին, այլ ճանաչել նրան, ճանաչել ճշմարտությունը։ Երբ ընտրում ենք Քրիստոսին, սատանան ետ է քաշվում մեզանից։ Գիտեք, ես մի կարճ վկայություն անեմ, նոր գնանք առաջ։ Ճշմարտություն։ Ես մի անգամ մի եղբոր հետ վիճեցի։ Ինքն էլ եկեղեցու եղբայր էր։ Մենք մի ինչ-որ մի հարցի շուրջ չենք համաձայնվում իրար հետ եւ այլ, տենց երկար տարիներ իրարից նեղված էինք։ Ես զանգեցի, ասեցի, արի հանդիպենք, այս հարցը լուծենք, ես չեմ ուզում նեղված մնանք իրարից։ Գիտես, բայց մեր հանդիպումը չլուծվեց։ Մեր հանդիպում մենք էլի չկարողացանք իրար հասկանալ։ Մենք էլի չկարողացանք գանք մի մտքի։ Հիմա ես նստեցի մեքենան ու հետ եմ գնում ու շատ զայրացած եմ։ Բարկացած այնքան, որ աղոթքից մեջ ասում եմ Տեր կներես, ես ընդհանրապես ոչ էլ պետքա գա իր հետ հանդիպեի, ես էի առաջարկի, ասել էի արի հանդիպենք, ոչ էլ պետքա իր հետ գայի հանդիպեի, շատ բարկացած է այդ եղբորը վրա։ Գիտեք, սա բարկություն է։ Աստվածաշունչը ասում է մարդու բարկությունը ոչ մի ճշմարտություն չի գործում։ Ոչ մի ճշմարտություն։ Սա մեր մտքերն է, մեր մարդկային բաներն է։ Գիտեք, Աստված ինձ մի հատ հարց տվեց։ Հենց այդ պահին, երբ որ ես այնպես բարկացած մեքենայի ղեկին գնում էի տուն, մի հատ հարց տվեց, ասեց ինչ է զգում իր հանդեպ, ինչ է զգում իր հանդեպ։ Գիտես սիրելի, երբ որ Աստված քեզ հարց է տալիս, դու չես կարա իրան ստես։ Սուտը այսպես միշտ լողում է։ Երբ որ մարդիկ իրար հետ խոսում են, իրանք շատ դեպքում սուտ են խոսում իրար հետ։ Ճշմարտությունը ստեղից չեն խոսում։ Գիտես, այսի քրիստոնյաներին է վերաբերվում։ Աստված Սուրբ Հոգին մեր հետ է, մեր սրտի մեջ է։ Բայց երբ որ մարդիկ իրար հետ շատ անգամ ապրում են, խոսում են, նրանք խոսում են մարմնավորապես, իրան շնչի ոլորտի վրա եւ շնչի ոլորտի վրա խառն է, ամեն ինչը այսպես խառն է։ Շատ անգամ սուտ են խոսում, շատ անգամ ճշմարտությունը չեն խոսում, որտեվ չեն որոնում ճշմարտությունը։ Բայց Աստված հարց տվեց, ասեց՝ իր հանդեպ ինչ է զգում։ Եվ երբ որ Աստված հարց տվեց, ես չէի կարա իրան ուղղակի իմ շնչի ոլորտից բան պատասխանել, որտեվ ես հասկանում եմ Աստված հոգի է եւ նա որտեղ խոսում է, հենց այդտեղից էլ ուզում է պատասխան ստանա։ Եվ քանի ինձ դժվար էր ճշմարտություն ասել, բայց ես դա պետք է ասեի։ Գիտեք ճշմարտությունը որն էր։ Ես իր հանդեպ ինչ էի զգում։ Սեր։ Եվ երբ որ ես այդ սեր բառը արտահայտեցի, ոնց որ իմ շնչավոր ոլորտի մեջ ոնց որ սատանայական ինչ-որ մի պատնեշ տրակ էր, ինչ-որ մի սուտ տրակ էր, որ ինձի բարկություն էր բերում։ Գիտեք ճշմարտությունը սերն է, բայց սերը մարդիկ այսօր ամաչում են արտահայտեն, ամաչում են Աստծո ճշմարտությունը արտահայտեն եւ սատանան բլոկ է անում, այսինքն ինչ-որ պատնեշներ է դնում մարդու շնչավոր ոլորտի վրա, որպեսզի Աստված չարտահայտվի մարդու միջոցով։ Բայց ճշմարտությունը մեր մեջ ապրում է։ Հարց. մենք ճշմարտության հետ ընկերություն անում ենք, խոսում ենք ճշմարտությունը, թե մեր մարդկայինով ենք շարժվում։ Գիտես, սիրելիս, մարդկայինը դենն է դիր, մարդկայինը քեզ կկործանի։ Ես այսօր քրիստոնյաների համար եմ քարոզան, ոչ թե աշխարհի։ Մարդկային մտածելակերպը դա քո եսն է եւ քո եսով դու երբեք չես կարող Հիսուսի հետևից գնալ։ Գիտես Սաղմոս 91-ը, երբ որ Աստված խոսում է, սա ուղիղ հենց Հիսուսի հետ կապ ունի։ Բայց Հիսուսը սա մեզ էլ է տալիս, դրա համար ասում է, տես ես ոնց ապրեցի, իմ հետևից արի։
Քանի մենք մեր մարդկային մտածելակերպով, մեր առիժ վերիշներով դնել, վերցնելով, մենք սենց ենք մտածում, սենց ենք կարծում, քանի մենք սրա մեջ լինենք, մենք երբեք չենք կարող Հիսուսի հետևից գնանք։ Ու այս Սաղմոս 91 Աստծո հռչակումը, որ իմ թևերի տակ դու պաշտպանված կլինես, նեղության օրումը ես քո հետ կլինեմ, քո հետ կանցնեմ, դա քո հետ չի կատարվի, քանի դու քո եսով ես։ Հիսուսի հետ գնալուց եսը պետքա դնենք։ Անցած անգամ խոսացի, դուռը նեղ է, այնքան նեղ է, որ քո եսը այդ դռնով չի անցնելու։ Երբեք քո եսը այդ դռնով չի անցնելու։ Քո եսը պետք է դնես դռան հետևը, նոր անցնես։ Եվ երբ որ անցնում ես, ճամփենել անեղ, ինչու, որ մեզ սովորացնի։ Մեր ավել պակաս բաները այսպես մաքրի ու հանի մեր մեջից, ավել պակաս բաները սրբի ու հանի։ Մենք անցնում ենք սրբության ճանապարհը։ Եվ ընտրում ես Քրիստոսին, սատանան ետ է քաշվում։ Գիտեք, սա հաղթանակ է, երբ որ մարդ իր եսը դնում է մի կողմ ու գնում է։ Սատանան ինքը շատ խորամանկ է։ Ինքը բռնում է մարդու միտքը, անգամ մարդը փրկված է, Հիսուսին Տեր ու Փրկիչ է դավանել, չէ՞, բայց միտքը կարա լինի բռնված։ Մարդը կարա դեռ լողա իր հավատքի մեջ, դեռ տանջվի, դեռ չունենա այն ուրախությունը, որ Աստված է խոսում, եւ ասի ինչու։ Ախր ես քրիստոնյա եմ, ախր ես հավատացյալ եմ։ Պատճառը սիրելիս, դեռ քո եսը չես դեր դրան հետևը։ Դիր դրան հետևը ու գնա։ Գնա Հիսուսի հետևից։ Նա քեզ դեպի կյանք է ուղղորդելու։ Նա քեզ կյանք է տալիս։ Խավարը իրավունք չունի այնտեղ, որտեղ լույսն է բնակվում։ Խավարը իրավունք չունի քո մտքի մեջ մնա, որտեղ դու ճշմարտություն ես խոսում, արտահայտում ճշմարտությունը, չէ՞ որ Հիսուսը մեր քահանայապետն է, մեր դավանության քահանայապետն է։ Ինչ որ դավանում ենք ճշմարտությունը, դա նույնն է, որ Հիսուսն է խոսում։ Պատկերացրու Հիսուսի ձայնը քո մեջից դուրս է գալի, ոնց կարա խավար մնա այստեղ։ Խավարը ցրվում է։ Գիտես, ինչքան լույսի մեջ ապրես, այնքան զգուն, առողջ կլինես։ Քո քրիստոնյա տեսիլքը, քո աչքերը Հիսուսի նման կտեսնեն ամեն ինչը։ Քո ուղղությունը ճիշտ կլինի, քո ոտքերը ճիշտ կքայլեն։ Քո ընտրությունները կլինեն ճիշտ, որը կկառուցի քո վաղվա ապագան։ Եվ օրհնյալ կլինես դու եւ քո տունը։ Եվ մինչեւ ծերություն Աստված կօրհնի։ Աստված մինչեւ 120 տարի կարա մարդուն պահի։ Ասում թող մարդու օրերը մի քիչ կարճան, այն վաղ 900 տարի, 969 տարի էին ապրում երկար ապրող մարդը։ Ասեց կարճաշնեմ 120 տարի սարքեմ։ Բայց այսօր մարդիկ չեն ձգում 120 տարի։ Բայց ես հավատում եմ, որ մարդը Աստծու մեջ լինելով, իր եսը թողելով, Աստծու կամքով կարա խորը ծերություն առողջ ու լավ ապրի, մինչև 120 տարի էլ կարա ապրի։ Աստծու խոսքն է դա խոսում։ Եկեք ապրենք երկար Հիսուսի հետ եւ իրան ծառայենք եւ լույս լինենք այս աշխարհում։ Գիտես, եղե այս աշխարհի համար լույս, որպեսզի լույս լինես Հիսուսի հետևից պետքա գնանք։ Հակոբոս 4:7 Արդ հնազանդվեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Այսօր շատ մարդիկ աղոթում են, հռչակում են, սատանա դու պարտված ես, դու են, բայց բան տեղի չունեն։ Ասում են դե մենք հակառակվում ենք սատանային, խի չի գնում։ Բայց նախ առաջինը գրածա հնազանդվեք Աստծուն։ Իմ եսը ես էլի եմ ասում, իմ եսը երբեք Աստծուն չի կարա հնազանդվի, որովհետև իմ եսը միշտ կարծում է, միշտ մտածում է, միշտ որոշում է ինքը իր ձևերով։ Դա շնչավոր մարդն է։ Կարծում է, դե սա ավելի սենց ճիշտ կլներ, սա ավելի գեղեցիկ կլներ, ոնց որ սավուղը, չէ՞։ Մարգարեն ասում է, այն գառներին խես թշնամիների բերել, չասեց Աստված կկոտորես, այդ գառերին է, կենդանիներին է, ասեց դե կուտենք էլի, միսա։ Մարդկային մտածելակերպ է, չէ՞։ Բայց Աստված ասել է կոչնչացնես, ոչ մի բան չբերես թշնամու բանակից քո տուն։ Տես մարդկային մտածելակերպ է։ Եվ Աստծո դուրը դա չեկավ, Աստված իրան հանեց այն պաշտոնից, այն թագավորությունից, որ տվել էր։ Բայց Աստված հավանում է այն մարդուն, ով հոգևոր է մտածում։ Հոգևոր Դավիթը մտածում էր հոգևոր։ Դավիթը ուներ սիրտ, որը գոհացրեց Աստծուն։ Աստծու սիրտը կարան գոհացնենք, երբ որ մենք հոգևոր ենք մտածում։ Աստծուն հնազանդ, սատանային հակառակ։ Կողոսացիներ 1:13, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ։ Գիտես, մենք այսօր հնազանդ լինելով Աստծուն, հնազանդ լինելով Աստծո խոսքին, մեր անձը ուրանալով, մենք այսօր արդեն ազատվում ենք խավարի իշխանությունից եւ փոխադրվում ենք իր սիրելի որդի Հիսուս Քրիստոսի արքայության մեջ, ստեղ գտնվելով, մենք արդեն պետք է մեզ գանք արքայության մեջ, արքայության որդի, արքայության դուստր։ Զգում ես քեզ տենց։ Ամեն։
Եթե չես զգում քայլեր արա, որպեսզի զգաս քեզ տենց։ Եթե չես զգում քեզ տենց քայլեր արա, որպեսզի այդ երկնքի ուրախությունը, որտեվ սա խոստմունքներ է տված մեզ բոլորիս։ Մենք պետք է օգտվենք սրանից։ Մեծ որդին եկավ ասեց, ախր այն փոքր տղետ գնաց, մեղ գործեց, քեզ նեղացրեց, դու իր համար էս ինչ քեֆ ես անում, հայր ջան։ Ասեց, իմ եղածը քոնն էր, օգտվեիր։ Այսօր եկեղեցուն է վերաբերվում։ Մեկը օգտվում է, մեկը չէ, բայց Աստված բոլորին տալիս է, օգտվեք ասում է ինձանից Հիսուսը։ Օգտվեք ինձանից։ Եվ մարդը ընտրում է Հիսուսին, Սատանան կորցնում է իր իրավունքը նրա կյանքի վրա։ Սատանան ոչ մի իրավունք, ոչ մի իշխանություն չի ունենում մարդու կյանքի վրա, երբ որ մարդը ընտրում է Հիսուսին, որտեղ մարդը պետք է ունենա մեկ Տեր։ Հենց սա է Սաղմոս 91-ի պաշտոնական գաղտնիքը։ Երբ որ մարդը ընտրում է Հիսուսին, Սատանան ոչ մի իրավունք չի ունենում մարդու կյանքի վրա։ Այժմ, երբ որ մենք ընտրում ենք Հիսուսին, Տերը սկսում է խոսալ մեր կյանքի վրա։ Ես կփրկեմ նրան, ասում է Տերը։ Նախ առաջինը փրկությունն է։ Երբ որ Հիսուսը ասեց կատարվեցավ, նա կատարեց մեր փրկությունը։ Սատանայի ճիրաններից Աստված ազատում է մեզ, երբ որ մարդ ընտրում է Հիսուսին։ Ես բարձր կանեմ նրան, Տերը ասում է։ Սա Սաղմոս 91-ից եմ կարդում։ Ես բարձր կանեմ նրան։ Ես կլսեմ նրան։ Ինչքան հիանալի է, որ Աստված քեզ լսում է, չէ՞։ Մեկ-մեկ զգում ենք, որ Աստված չի լսում, անգամ Սաղմոս 2-ն ասում է. արթնացիր իմ համար, չէ՞։ Բայց ինչքան հիանալի է, որ դու միշտ Տիրոջ հետ այս խաղաղության, այս օրհնության ու իր հետ ամեն ժամանակ ունես փոխհարաբերություն ու միշտ գիտես, որ նա քեզ լսում է, որտեղ դու միշտ նրա հետ ես, միշտ նրա գրկում ես, միշտ նրա ծածկոցի տակ ես։ Ես կլսեմ նրան, Տերը ասում է։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ։ Նեղությունները գալու են, բայց ինչքան ուրախալի է, երբ որ մենք անցնում ենք նեղություններ, բայց գիտեմ, որ Տերը հետս է։ Տերը աջ կողմումս է։ Տերը միշտ հետս է։ Ես մենակ չեմ ասնում։ Այդ այն անապատն է, որ Հիսուսը անցավ։ Այդ նույն անապատն է, որ մենք ժամանակ առ ժամանակ այսպես մտնում հելնում ենք, բայց իմացի, որ Տերը հետդ է։ Մենակ չես։ Ինքը քեզ կհուշի ոնց անցնես։ Ինքը քեզ կառաջնորդի ոնց անցնես այդ անապատը։ Շնորհակալ ենք Հիսուս, որ մեր հետ ես նեղության ժամանակ։ Ես կփառավորեմ նրան։ Ինչքան մենք Աստծուն փառք ենք տալիս, ինչքան մենք Աստծուն փառավորում ենք, գիտես նրա փառքի լույսը այսենց անձրևի պես գալիս է մեր վրա։ Դա տեսանելի չի, միգուցե մենք դա չենք տեսնում, բայց հոգևոր աշխարհում տեսանելի է։ Ինչքան շատ դու Աստծուն փառավորես քո կյանքում, ինչքան շատ, գիտեք, շատ կարևոր է Աստծուն փառք տալ։ Աստծու փառքի լույսը անձրևի պես այսպես գալիս է։ Ուզում ես Աստծու անձրևներով հագենաս։ Ես սիրում եմ, երբ որ Աստծու անձրևը գալիս է։ Նա փոխհակադարձ տալիս է մեզ իր անձրևները, երբ որ մենք իրան փառք ենք տալիս, փառք ենք բարձրացնում։ Ես իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Իմ փրկությունը Աստված ասում է, ես ցույց կտամ նրան։ Աստծու փրկությունը Հիսուսն է։ Աստծու փրկությունը Հիսուսն է։ Սա խոստում է նրանց համար, ովքեր ընտրեցին ճշմարտությունը եւ ճանաչեցին նրա անունը, Հիսուս Քրիստոսին։ Եթե Աստված մեր կողմն է, ով կլինի մեզ հակառակ։ Մենք ունենք հակառակորդ, բայց նա չի կարող հակառակվի, եթե Աստված քո կողմն է։ Պատկերացրու, Աստված քո կողքն է։ Միշտ դժվարություն ես անցնում, ծանրություն, միշտ քո կողքն է, քո կողմից է Աստված։ Ինչ կարող անի Սատանան քեզ։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Գիտես, մենք պետք է սենց ապրենք, որպեսզի որ Հիսուս ասում է լույս եղեք այս աշխարհում։ Մենք պետք է մեր վարքով, ձևով, մեր ուրախությունով, մեր հստակ համարձակ լինելով մարդկությանը այս աշխարհին ցույց տանք, որ մենք ուրիշ ենք։ Մարդը նայելով քեզ կասի, դու մի ձևի ուրիշ ես, դու մի ձևի վստահ ես, որտեվ դու մի բան գիտես, որ ես չգիտեմ։ Դու էլ իրան կասես դու ինչ գիտես։ Դու էլ կասես, որ ես Տեր ունեմ, որի անունն է Հիսուս, որը ճշմարտություն է։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերը։ Մատթեոս 28:20-ում Հիսուսը ասում է. Ես ձեր հետ եմ բոլոր օրերը։ Գիտեք, Աստված երբեք մարդուն չի թողնում։ Մարդը կարա մարդուն թողնի, մարդը կարա մարդուն չլսի, մարդուն ուրանա, բայց Աստված երբեք մարդուն չի թողնում։ Այսօր յուրաքանչյուր մարդ կանգնած է ընտրության առջև։ Յուրաքանչյուր մարդ։ Ընտրությունը Աստված թողել է մեր ձեռքերը։ Ընտրությունը Աստված տվել է մեզ։ Հիմա հարց.
Առանց ընտրության հնարավոր է սա կատարվի մեր կյանքում։ Ոչ։ Եթե մեր ընտրությունը չլինի, մեր ցանկությունը ոչ մի բան չի կատարվելու։ Մարդու կյանքում կատարվում է միայն այն ինչ որ մարդ ցանկանում է։ Որտեղ սիրտդ կդնես, էդ էլ կլինի քեզ։ Ինչ կընտրես, էդ էլ կլինի։ Կյանքը կընտրես, կյանք կլինի։ Կյանքը Հիսուսն է, կյանքը անձ է։ Կյանքը անձ է, կյանքը ուղղակի ժամանակ չի, որ սենց ժամանակս երկարացնենք, լավ կյանք ունենանք։ Կյանքը ուղղակի առողջ կյանք չի, կյանքը ուղղակի տենց շատ փողի ունեցողի կյանք չի։ Կյանքը Հիսուսն է։ Հիսուսը կա, կյանք ունես։ Հիսուսը չկա, ժամանակավոր սուտ կյանք է մարդու կյանքը։ Ընտրիր օրհնություն, թե անեծք։ Աստծո մեջ ունենք օրհնություն, իսկ սատանայի մեջ ժամանակավոր է ամեն ինչը եւ անիծյալ է ամեն ինչը։ Խավար թե լույս, սուտ թե ճշմարտություն։ Եթե ընտրում ենք Հիսուսին, ընտրում ենք ճշմարտությունը եւ սուտը, որը որ սատանայից է, նա իշխանություն չի ունենա քո վրա։ Եթե ընտրում ենք Հիսուսին, գիտեք Հիսուսին ընտրելով մենք նախ առաջինը պետք է ընտրենք նրա հոգին։ Հիսուսին ընտրելով մենք նախ առաջինը պետք է վերցնենք նրա հոգին մեր սրտերի մեջ։ Հիսուսը խոսք ասում է Աստված հոգի է եւ Աստծուն երկրպագողը, Աստծուն հավատացողը, ասենց ասեմ, որ հավատաց կերկրպագես էլ։ Պետք է հոգով եւ ճշմարտությունով, ոչ թե մենակ գիտությունով, որ ես գիտնում եմ, որ Հիսուս Քրիստոս կա Աստծո որդին, բայց դու պետք է ճաշակես նրան։ Ոնց ճաշակեմ քեզ, Հիսուս ջան, դու երկնքում ես, այդ երկինքն էլ չի երևում ախր։ Գիտենք, որ ինչ որ միտեղ կա, բայց չի երևում։ Բայց նա ասում է, ես կգամ, ձեզ անտեր չեմ թողի, կգամ եւ ձեր սրտերի մեջ կբնակվեմ։ Դա հենց իր հոգին է։ Գիտեք, այսօր կան մարդիկ, կան քրիստոնյաներ, ովքեր չեն ընդունում Հիսուսի հոգին։ Ընդունում են մենակ գիտությունը, բայց գիտությունը քիչ է։ Գիտությունը նույնն է, ոնց որ մի սեղան գցած լինի, ասես դու կողքից նայես, ասես ինչ գեղեցիկ սեղան է, բայց չմոտիկանաս չօգտվես այդ սեղանից։ Բայց այսօր Տերը մեզ տվել է իր հոգին, որպեսզի մենք իր հոգով ապրենք։ Ոնց ունենամ Աստծո հոգին։ Ընտրեմ իրան, խնդրեմ իրան, որպեսզի ինքը գա իմ սրտի մեջ։ Երբ որ Հիսուսը գալիս է քո սրտի մեջ, էլ ինքը հեռու չի քեզանից, ինքը քո հետ է։ Էլ որ դու Աստծուն ինչ որ բան խնդրում ես, դու չես գոռում բարձր, որտեղ ինքը քո հետ է։ Ինքը լավ է լսում, որտեղ ինքը շատ մոտիկ է քեզ լինում։ Ամեն։ Ում որ սիրես, նա էլ կառաջնորդի քո կյանքը։ Եթե դու սիրես նրան, եթե դու ճանաչես նրա անունը, եթե դու ընտրես Հիսուսին, ապա Տերը կասի քո մասին։ Ես նրա հետ կլինեմ, ես նրան կփրկեմ, ես նրան կփառավորեմ։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթք անենք։